Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է որդիների կանչ հասարակական կազմակերպության համահիմնադիր 44-օրյա պատերազմ նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայր Արա Ռոստոմյանը։ Բարև ձեզ, պարոն Ռոստոմյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է, առհասարակ ինչ է փոխվել պատերազմից հետո մեր ընկալման մեջ բանակի հետ կապված եւ որքանով է կարողացել բանակը վերագտնել իրեն։ Նախ ներկայացնեմ, որ մեր մեջ բանակի հետ կապված որևէ բան չի փոխվել։ Այնինչ ձևով, որ 34 տարի առաջ մենք ողջունեցինք բանակի ստեղծումը եւ նաեւ որոշ չափով ես ինքս մասնակից եղա այդ բանակի կազմավորման հետ կապված հարցերում, մինչ այսօր բանակը մեր համար ամենապատրաստված ինստիտուտն է եղել Հայաստանի Հանրապետությունում եւ միակ երաշխավորը անվտանգության եւ խաղաղության։ Իսկ ինչա փոխվել պատերազմից հետո, ընդհանրապես 18 թվականից հետո այս իշխանությունները բանակը քանդեցին եւ շարունակում են մինչ օրս քանդել։ Դրա վառ օրինակը վերջերս ազգային ժողովում ընդունված այն օրենքն էր, որ հունվարի 27-ը հայտարարեցին իրենք բոլոր նահատակների օր, բայց դա նաեւ միտում էր այդտեղ տեսնում, երեք իրենք այցելեցին եւ այսօր որևէ մեկը չի այցելել եւ որևէ Եռաբլուրսի եւ ընդհանրապես անդրադարձ չկա, այս առումով իրենք փորձում են նաեւ այդ օրը կամաց օրացույցից հանեն եւ դրա համար արհեստական ինչ-որ օր իրենք դրեցին, որպեսզի դրանով կարողանան նաեւ այդ գցել բանակի օրվա հետ կապված, բայց այն ինչ մեր սրտում կա բանակի հետ կապված, մենք ծնողներով եւ ընդհանրապես այ ժողովրդով մենք կարեւորում ենք հունվարի 28-ը ոչ թե արհեստական ստեղծված հունվարի 27։ Իսկ այսօրվա հետ կապված նաեւ ուզում եմ ես շնորհավորել բանակի օրվա հետ կապված մեր տղաներին, բոլոր նահատակներին, բոլոր այսօր բանակում գտնվողներին, զինծառայողներին, սպաներին եւ նշտե մի առիթով ասելա, որ այն օրը, երբ հայը վախեցավ մահից, այդ օրվանից օտարը տիրեց Հայաստանը։ Այսօր ուժեղների տոնն է, մահիճված մախեցողների օրն է եւ ես շնորհավորում եմ մեր տղաներին, մահից չվախեցողներին։ Ասում եք, բանակը կազմաքանդում է Փաշինյանը, այսօր խոսել այն մասին, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ է իրականացվել բանակում։ Նայեք, միշտ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերի հետ կապված միշտ բերում է գումարային խնդիր է դնում տակը։ Ավելի շատ ներդրումներ արվի, ավելի շատ զենքեր ձեռք բերվի, այդ ոնց ավելի շատ արվում, երբ որ այս տարի բանակի բյուջեն կրճատել են։ Այն պարագային, որ Հայաստանի սահմանը հազարավոր կիլոմետրերով երկար է։ Այսինքն ինչ է նշանակում։ Բանակը կրճատում են, բայց ավելի շատ ներդրում է արվում։ Եվ հետո բանակը միայն զենքը չի։ Բանակը առաջերտին մենք որ 90-ականներին հաղթել ենք եւ նաեւ 20 թվականին մեր որդիները կարողացան 44 3 խոշոր պետությունների դեմ կանգնեն, հզոր բանակների դեմ եւ մարտնչել, առաջերտին դա ոգին էր, որ իրեն կարողացան դիմակայել։ Մահը անմիջապես տեսնելով իրանք չեն նահանջել, այլ կանգնել, կռվել են։ Եվ այս առումով, եթե մենակ ուզում են նյութականացնել Նիկոլ Փաշինյանը մի քանի զենք գնելով եւ նաեւ տանում է, չգիտեմ, դպրոցականներին, մյուսներին զենքը ցույց տալ, զենքը տենց ցույց չեն տալիս։ Զենքը թող իրական կյանքում երևա, զորավարժություններում երևա, զորահանդեսներով երևա, այն ինչ որ կարող է հասարակ ժողովուրդը տեսնի, ոնց էր 99 թվականին, երբ որ այն մեծ շքերթը եղավ Հանրապետության հրապարակում եւ բոլորս տեսանք այդ հզորությունը, այդ մարտական ոգին եւ նաեւ այդ զինտեխնիկան, նույնիսկ թող այսօր ինչ-որ բաներ անեն։ Եթե այդքան շեշտվում է այդ փաստը, որ մենք զենքեր ենք շատ արագ տեմպերով գնում։ Իրականում չկա, այսինքն խնդիրը այն չէ։ Նույն եթե 400 սոյերը պետքա բերեն ցույց տան, որ ուղակի մետալալոմ այնտեղ դրած։ Ինչ տարբերություն։ Մեր զվարթնոթ օդանավականը մի քանի հատ ինքնաթիռ ցույց տան, թե այդ սոյերը, եթե
մարտական գործողություն իրանք հնարավորություն չունեն իրականացնել, ում են պետք է զենքերը։ Այսինքն այս առումով զենքերի քանակը չի կարևոր, առաջերտին պետք է բանակը ուժեղացնեն, մենք չունենք հատուկ նաև ջոկատներ, հատուկ ստորաբաժանումներ, այնինչ որ Ադրբեջանը ամեն տարի ավելացնում է հատուկ ստորաբաժան, որովհետև մենք բոլորս գիտենք, որ հիմնական պատերազմի ընթացքում էլ խաղաղ պայմաններում էլ հատուկ ջոկատայիններն են որոշակի գործողություններ անում։ Եթե կհիշեք 2010 թվականից սկսած որքան բացիշ գործողություններ արվեց մեր բանակի կողմից, երբ որ սադրում էին իրենք, եւ նաեւ կհիշեք այն ուղղաթիռի դեպքը, երբ որ մի քանի օր մեր տղաների դիակները չէին տալիս եւ բացիշ գործողությունների արդյունքում մենք կարողացանք ովքեր էին անում, դրանք հատուկ ջոկատայինները, հատուկ ստորաբաժան, իսկ այսօր հատուկ ստորաբաժանումները վերացրել են եւ գործողություններ անող չկա։ Այս առումով բանակը միայն զենքը չի։ Բանակ ենք մենք ուզում ունենալ։ Օրինակ իրենք ասում են կերպափոխում ենք բանակը։ Արդյոք այս համատեքստում այսօր Լալեն Սիմոնյանն ասում է, որ մենք ուզում ենք ունենանք բանակ, որը պատերազմի համատեքստում չի։ Այսինքն նոր մոդելի բանակ ենք ունենում։ Այսինքն պատերազմի համար չի։ Մենք ոչ մեկս չենք ուզում պատերազմ։ Բայց եւ երբեք էլ չենք ուզել։ Երբեք էլ չենք ուզել, բայց որպեսզի խաղաղություն լինի, ինչպես Վազգեն Սարը պետք է պատրաստվել պատերազմի։ Այսինքն մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին, բայց երբեք չպատերազմենք։ Եթե մեր հակառակորդները կուզենան մեր դեմ պատերազմել, մենք պետք է կարողանանք դիմակայենք։ Այս առումով նոր ինչ-որ մոդել են ուզում ստեղծել եւ այլն։ Չէ՞ որ 90-ականներին ստեղծված բանակը կարողացավ ամբողջ 30 տարի պահել այդ խաղաղությունը, իսկ 20 թվականին, երբ որ իրանք անընդհատ ուզում են ներկայացնել, որ դե դիմացիները ուժեղ էին, իրենք մեկը ով է լիներ չէր կարող դիմակայել, այդպես չի։ 20 թվականին եթե թիկունքից մեր տղաները չդավաճանվեին, չէին բարդվի, եւ եթե նոյեմբերի 9-ը չստորագրեր, վստահ եմ, որ 10 օր հետո մենք կհաղթենք, որովհետեւ ասում էր Ստեփանակերտն է վտանգի տակ, է Ստեփանակերտն է տարիք։ Նապոլեոնների պատերազմի ժամանակ Ռուսաստանի հետ Մոսկվան հանձնեցին, չէ՞, բայց հետո ամբողջը գրավելով գնացին։ Այսինքն ի՞նչ է նշանակում, եթե մի քաղաք, մի գյուղ պետք է հանձնեն, դրա պատճառով կապիտուլյացիա ստորագրեն։ Եվ եթե ինքը ներկայացնում է, որ փրկել է հազարավոր տղաների կյանք, 25000-ի մասին է խոսում։ 25000, հետո 30 տարավ, հետո 35 տարավ, այսօր կարող է խոսա մոռացած լինի, դարձնի 40000։ Հոկտեմբերի 19-ին առաջարկեցին կանգնեցնել։ Կանգնեցնեք 2000 ավելի քիչ զոհ կունենայինք։ Ամսի 3-ին Օնի Գասպարյանը մտել էր անվտանգության խորհրդի նիստին, ներկայացրել էր, որ կանգնացրեք պատերազմը։ Ինքը փոխանակ դիմի գերտերություններին եւ համապատասխան գործողությունների պատերազմը կանգնացնելու համար եթերով ասում էր ով տունը ունի զրահաբաշխոն, կասկա, մասկա հավաքեք, բերեք եւ կամավոր գնացեք։ Խի կամավորներով է բանակը։ Այն դեպքում երբ որ 2 ամիս առաջ ասում էր մենք տարածաշրջանի ամենահզոր բանակն ենք։ Մի հատ ինչ-որ դիրքի հետ կապված խնդիր եղավ, այն կարգի գործողություն եղավ, որ 10-ից 15 թվականները Արցախի հյուսիս-արևելյան շրջանում ամեն օր էր նման կարգի գործողություններ, որովհետև այդ գործողություններից ես նկատի ունեմ հուլիսյան մարտերը։ Հուլիսյան մարտերից հետո, երբ որ 70 հոգու տվեցին մարտական խաչ, այսինքն օգնել ազգային հերոսի կոչում, որդիս եկավ եւ ինձ ասում էր մենք ամեն օր նման գործողություններ ենք արել։ Այսինքն ո՞ց կարելի է մի փոքր դիրքի տեղաշարժ էր տեղի ունեցել, այդ մի դիրքը գրավել էին։ Անընդհատ սահմանեն նման գործողություններ լինում էր, էլի 2094 թվականից սկսած միշտ է եղել է նման գործողություն։ Եվ այդ մի դիրքից հետո ինքը ասաց ամենահզոր բանակն ենք։ Երբ որ ասում էր տարածաշրջանի ամենահզոր բանակն ենք, հիմա ասում ամենաթույլ բանակն ենք։ Եք ամեն վաղ է սուտ խոսացեք կամ հիմա։ Չեն կարող իրանք կողմնորոշեն կամ նաև իրանք չեն կարողանում հիշեն իրենց նախկին ասածները։ Բոլորը նկատի չունեն մենակ Նիկոլ Փաշինյան։ Երբ որ նույն Ալենա Սիմոնյան նուրը ձեռին նկարվում էր Աղդամի հայրենիքն, հետո ասում Աղդամը Ադրբեջանը, որ մեկին է ներկայացնենք նախկին իրենց խոսքը եւ այսօրվա 180 աստիճանով տարբերվում է։ Այն ժամանակ ամեն ինչը Հայաստանն էր,
երբ որ ընդդիմադիր են իրանք չէին ազգային ժողովից գոռում, ասում էին քառօրյա պատերազմի ժամանակ հողեր են տվել։ Բայց այսօր ինչ տվեցիք։ Այսօր ամբողջ մի հայրենիք հանձնեցիք։ Հələ դեռ հանձնում եք։ Մինչև հիմա իրենց Facebook-յան էջի հայտարարությունները կան, որտեղ իրենք առանձին գրել են, որ Արցախը կարևոր է մեր պետականության ամրապնդման համար, մենք եթե Արցախը կորցնենք, Հայաստանը կկորցնենք, հիմա հակառակ կարծիքի են իրենք։ Դե իրանց նպատակը իշխանության գալն էր, իրանք եկան եւ անձնական խնդիրներ լուծելու պարագայում կամ իրենք բոլորը գործակալներ են ճշնամական երկրների, ուղղակի եկել էին ծրագրավորված, որպեսզի Արցախը հանձնեն, Հայաստանը հանձնեն։ Այսօր տեսնում ենք, որ նույն Հայաստանի հետ կապված խնդիրները մեր ինքնիշխան տարածքում գտնվում է ճշնամու բանակը եւ պաշտպանության նախարարը հաստատեց այն լուրը, որ դիրքեր կան, որ մեր տղաները գնում են ադրբեջանական դիրքերի ստուգումով են անցնում, ճիշտ այնքան ասած ստուգում չեն անցնում, բայց թե ունենք մենք ծանոթներ, ովքեր որ նաև այդ դիրքին են լավ ծանոթ, բոլորը ստուգվում են։ Այնպես որ եթե սա է ինքնիշխանությունը, եթե սա է այն հզոր բանակը, որ իրանք բանակ են ստեղծում, այդպես չի լինում։ Եվ նույն ձևի, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, վստահաբար դեռ տարածքներ են կորցնելու։ Այսօրին մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր բանակի կազմավորման հիմքում են եղել, նրանք այլ հայտարարություններ են անում, օրինակ ասում են, որ պատերազմի մեղավորը միայն Փաշինյանը չէ, ավելի հետ պետք է գնանք, ինչու նորմալ չէինք զինվում, այսօր Սասուն Միքայելյանն ասում է 30 տարի Ադրբեջանը որ զինվում էր, չէիք մտածում, որ մեր գլխին է թափելու այդ ամեն ինչը։ Ինչ բացատրություն ունի այս մարդկանց հայտարարությունները եւ ուղիղ հասցեական նաեւ հայտարարություններ չեն անում եւ մեղավոր միայն Փաշինյանին չեն տեսնում։ Այք Սասուն Միքայելյանը, երբ որ ներկայացնում է 30 տարի չենք զինվել, գոնե 94-ից 99 թվականը մինչև Վազգեն Սարգսյանի այդ ողբերգական դեպքը, ինքը եղել է նաև այդ բանակի մի մասը, այդ բանակը սարքողներից մեկը եւ նաև ակտիվ մասնակցություն անեցել մի շարք գործողությունների։ Ճիշտ է, մի շարք գործողությունների մասնակցություն անեցել, որտեղ որ տարբեր խոսակցություններ կան, որ ինքը իրեն ճիշտ չի այնտեղ դրսևոր է, բայց գոնե 5 տարին այդ ամեն ինչը բարձրաձայնի եք այն ժամանակ։ Եթե տեսնում եք այդ ամեն ինչը, նույն Մելքոնյան Գագոն, երբ որ այն ժամանակ ինքը փոխնախարար էր թիկունքի գծով եւ ասում են բանակը այսօր թալանվել է, կամ կանգնի ասի այո ես թալանել եմ եւ դրանով նաեւ իր գործընկերներին ԿՊ-ի падգամավորներին եւ մյուսներին հրանք տա, որ այն ժամանակ թալանվել է, ես էլ թալանողներից մեկն եմ եղել։ Կամ հերքի ասա չի թալանվել։ Պատերի տակ խոսալը ո՞րն է։ 30 տարի թալանվել է։ Մենք բոլորս է գիտենք, որ 30 տարի, այո, Հայաստանի Հանրապետությունը այն տեմպերով չի զարգացել, ինչ տեմպերով, որ մենք բոլորս ուզում էինք։ Այսինքն թերությունները միշտ են եղել, այնպես չի, եւ նաեւ նախագահներն են իրենց խոսքում ասել, որ ճիշտ է, ամեն ինչ իդեալական չէր։ Մենք էլ էինք տեսնում, Որտից 10-15 թվականը սպա է եղել այդ նույն բանակում։ Նաեւ խնդիրներ են եղել, որ ինքն էլ է բարձրաձայն է։ Բայց ինքը այն ժամանակ բարձրաձայնել էր հրամանատարության առաջ, եւ այդ խնդիրները ասել ավելի վերև բարձրացրեք։ Ամեն մեկը պետք է իր տեղում լինի, բայց դա չի նշանակում, որ մենք բանակ չենք ունեցել կամ վատ բանակ։ Եթե կամ դա պատճառ է պարտության։ Բայց այդպես է ներկայացվում։ Այդ դեպքում խի 10 թվականին չգրավեցին, այս նույն գործողությունը չեղավ։ 15-ին չեղավ, 16-ին չեղավ։ Լավ 18-ին չեղավ մինչև իր գալը։ Հենց ինքը եղավ։ Ասում եք, եթե բանակը վատն էր, դուք ընդդիմադիր եք, գիտեք դրա մասին, հենց 18-ից ամեն ինչ տնեք բանակը զորացնելու վրա։ Դուք հələ մոբը կազմակերպեիք, թող օգնության գնային մեր տղաներին։ Ոչ թե համայնքի ղեկավարները 60 տարեկան, 70 տարեկան կամավորներ էին հավաքում ու գնում էին այնտեղ։ Չկար պրոֆեսիոնալ մասնագետներ, սպայական կազմ չկար։ Երբ որ բոլոր սպաները այստեղ էին եւ մոբը չէր տանում։ Հետո էլ մեղադրեցին, որ դասալիքներ են եղել, բայց մեծ թվով կամավորներ են նաեւ գնացել։
Եվ ասում են նույնիսկ գնում ենք ասում են հայտարարեց, ասես 11000 դասալիք ա եղել, բայց դեռևս 11000-ից 11 հոգու չենք տեսել դասալիք բերեն եւ քրեական գործ հարուցեն եւ դատեն։ Առասարակ քրեական գործերից էլ մենք չունենք տեղեկություններ, թե ինչ եղավ, ասում են 1500-ից ավել քրեական գործ է հարուցվել։ Այսինքն ով ուզենա խոսա, առաջի ալիքը իրենց մոտ է, հերոստանգերությունները մնացածը փակում են, որ հնարավորություն չեն տալի խոսան, իսկ հասարակ ժողովուրդը հմեկ է նայում, բոլորը կնստեն ինչ ասես կասեն էլի։ Ասելով չի։ Իդեպ զեկույցի հետ կապված էլ 44-օրյա պատերազմի այդպես էլ չհրապարակվեց այն մասը, որ կարելի էր հրապարակել, հանրայնացնել, այդպես էլ չարվեց դա եւ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է չկա այնպիսի բան, որի համար բացահայտում էր։ Այսինքն ակնկալիքներ ձևավորվեց հանրության մոտ, որ տեսեք, բացահայտումներ կլինեն, դավաճաններ կբացահայտվեն, բայց երբ որ քննություն եղավ, չբացահայտվեցին եւ իրենց ակնկալիքներ չբավարարվեց, հիմա այդ զեկույցն էլ փակվեց գնաց։ Դեք զեկույցի հետ կապված այսպես ասեմ, եթե նույն զեկույցը հրապարակվի, որևէ բան չի տալու։ Մեզ մեր ժողովրդին չի տալու։ Կանոր չի եղել այն բացահայտումը, որ ակնկալում էր իշխանությունը։ Այսինքն իրենց խնդիրն էր, որ ավելի հետ գնային եւ նախկիններին մեղադրեին։ Վստահաբար ուրեմն զեկույցում տեղ չի գտել։ Եթե մի դրվագ լիներ հների հետ կապված, անմիջապես կհրապարակեին։ Այսինքն այն շոուն, որ ուզում էին այդ հանձնաժողով ստեղծեին, եթե մի հանձնաժողովում ընդդիմադիրներից որևէ մեկը չկար, բոյկոտեցին, նախ դա պետք է լիներ առանց ԿՊ-ի ներկայացուցիչների այդ հանձնաժողովը, անկախ մարդիկ պետք է լինեին, ինչու՞ չէ նաև մեզ ծնողական համայնքից ներկայացուցիչներ այնտեղ պետք է ներգրաված լինեին, եւ թող ընդհանրապես խորհրդարանականներից որևէ մեկը չլիներ, այսինքն անկախ հանձնաժողով լիներ, որ իրոք ուսումնասիրեր եւ նաեւ ներկայացներ։ Մենակ այն ներկաների տրված իրենց ցուցմունքները որ կան, ինչ է տեղի ունեցել բանակում, դա բավարար է, որպեսզի ամբողջ մեղավորը լինի այսօրվա իշխանությունը։ Չէ՞ որ շատերը կան, որ 44-օրյա պատերազմը վերադարձան եւ իրենց աչքով տեսել են ինչա կատարվում, ինչա կատարվել, եւ նաեւ շատերը տեսնելով, որ դավաճանված են, բայց մնացել են ելի մինչեւ վերջ իրենք կռվել են, ինչա մի քանի հոգու կյանք փրկեն։ Այսինքն այս առումով իրանք տեսել են եւ նաեւ այսօր կենթանի վկաներ կան։ Դեռ այնպես չէ, որ հայերենական պատերազմն է, որ անցել են 50-100 տարի անցել է, որ մարդ չի մնացել, չէ, կան ներկաներ, որոնք ովքեր տեսել են բոլոր ճակատները ինչա կատարվել։ Եվ նաև հրամանատարներն են մեղավոր, նախկիների ժամանակ նշանակված հրամանատարներն էին։ Դե նայեք, նախկիների նշանակված հրամանատարները պատերազմից 6 ամիս առաջ Պաշտպանության բանակի բոլոր հրամանատարներին, պաշտպանական շրջանների ղեկավարներին փոխեց Նիկոլ Փաշինյանը։ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները եւ ղեկավարները իրենց տարածքը անգիր գիտեին։ Եկան նորերը, ովքեր որ ծանոթ չեն եւ ճիշտ հրամաններ դժվար կարողանային տալ։ Մինիմում 6 ամիս, մի տարի պետք էր, որպեսզի տարածքը իրենք ճիշտ պատկերացնեն։ Երբ որ որդիս գնում էր արդեն ռազմաճակատ, ինքը ստիպել էր, որ անպայման իրեն տանեն 5-րդ պաշտպանական Մարտակերտի շրջան, որտեղ ինքը 5 տարի սահմանին եղել է, բոլոր պոստերում ինքը եղել է եւ գիտեր։ Ասում էր, եթե ինձ տանեն հարավ Ջաբրայելի շրջան, ինչ պետք է անեմ։ Այսինքն նույն ձևի ղեկավար կազմը։ Պետք է իրենք իրաց տեղում են եւ հանեցին հներին, բերեցին ամփորձների, դրեցին եւ 6 ամիս հետո պատերազմը սկսվեց։ Այսինքն սա եւս այդ զեկույցի մեջ եթե տեղ գտած լիներ, ուրեմն մեղավոր։ Պետք է զեկույցում նշվեր, չէ՞։ Քանի ամիս առաջով փոխեցին, ովքեր եկան, ինչ ճանապարհ անցածներին հանեցին եւ նորեր եկան, ովքեր պատերազմի երբեք չէին տեսել, դժվար պայմաններում չեն եղել, էքստրեմալ իրավիճակներում չեն եղել։ Այդ դեպքում ինչի 44-րդ պատերազմի ժամանակ նախկին մեր հրամանատարներին, Խաչատուրովներ, մյուսներին չտարան եւ չասեցին կառավարեք, ղեկավարեք ամբողջ ընթացքը։ Չէ՞ որ նրանք հաղթել են, չէ՞ պատերազմը։ Նախկին նախագահներն էլ թույլ չտվեցին, չէ՞ գնան։ Իրենք իրենցով։ Եվ վերջերս մի
խոսակցություն է տարածվել, երբ որ Արայք Հարությունյանը ասել է, երբ որ ձեզ թողեմ մտնեմ բունկեր, Նիկոլը ինձ կսպանի։ Այսինքն այս առումով նաև նախկին նախագահներին թույլ չեն տվել, չէ՞։ Փորձված մարդիկ չեն, անփորձներով։ Հիմա դուք լրագրող եք, հաղորդում եք բառում։ Եթե ձեր փոխարեն մի նոր ավարտ գա նստի, վստահ եմ, որ նույն ձևի չի կարող, այսինքն դուք աշխատանքի process-ում ձեռք եք բերի այն փորձառությունը, այսինքն նորերը ինչ պետք է անեն։ Նույնը պատերազմում առավել եւս, պետք է փորձված գեներալները, ղեկավարները ամբողջ մարդը վարեին, ոչ թե Արայք Հարությունյանն ասում էր, պատերազմ են ուզում, պատերազմ կլինի։ Ինչ է նշանակում։ Կամ նույն Դավիթ Տոնոյան, երբ որ ասում էր նոր պատերազմ, նոր տարածքներ։ Բա ուր է նոր տարածքները։ Այսինքն նրանց նկատի ունեիք, որ նոր պատերազմ լինի, Ադրբեջան նոր տարածքներ կգրավի։ Դե պարտվողական հայտարարություններ չէին կանելու, ասում են։ Բա ուր էր ղեկավարը սեպտեմբերի 27-ին ուր էր պաշտպանության նախարարը։ Հայաստանում էր։ Չէ։ Հայաստանում չի եղել, այո։ Դե չէ որ մի քանի օր առաջով հստակ օրը ժամը գիտեք, բոլորն են ասում, ինքն էլ ասէ։ Բոլորը ասում են 27-ին մենք գիտենք, որ պատերազմ է։ Բայց եթե գիտեք պատերազմը, խեք բացակայում երկրից։ Թերագնահատվել էր պատերազմը։ Կամ Մատաղիսի զորամասը սեպտեմբերի 26-ին իր օրն էր նշում։ Բոլորը խրախճանքի մեջ են եղել եւ պատերազմը սկսվել է, կեսը երևի հարբացել են եղել։ Որտեղ։ Մատաղիսի զորամասը։ Խի չեն իմացել։ Բոլորը գիտեն։ Այդ ոնց էր որ մեր տղաներից կան նահատակվածներից ծնողներն են պատմում։ Երբ որ հրաժեշտ են տվել սեպտեմբերի 10-15-ի կողմերը հրաժեշտ են տվել եւ ասել են որ դժվար տենանք։ Իրան գիտեին, նույնիսկ զինվորները գիտեին, այդ հրամանատարական կազմը չգիտեր։ Չեն պատրաստվել։ Իդեպ զեկույցում էլ է ասում, որ տեղեկություններ եղել են, որ պատերազմը լինելու, զորքերի շարժ կա, բայց Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանում է, մենք այս զեկույցի մասին գիտենք այն, ինչ Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանել, նա ասում է, որ արտաքին տեղեկությունները մեզ շփոթության մեջ են գցել, ըստ էության Հապկին է մեղադրում, Ռուսաստանին է մեղադրում։ Նայեք, եթե որևէ մեկին մեղադրում են, բալավ բանակ ունեք հետախուզություն, ունեք հակահետախուզություն, հազար մի բան ունեք, այնպես չէ, որ զրոյից ստեղծվում էր բանակը, ամեն ինչը կար, չէ, ստորաբաժանումները, բալավ հապկն է սխալ ինֆորմացիա տվել, այն պրոֆեսիոնալ զինվորականները չեն տեսնում, երբ որ շատ է զինտեխնիկա մոտենում սահմանին, երբ որ շարժ են նկատում, երբ որ զորավարժություններ են լինում, այդ ոնց էր է, սովորական ժողովուրդը ասում էր Նախիջևանում, Ադրբեջանում այսքան զորավարժություն ուրեմն պատերազմ է սկսվելու։ Չէ՞ որ այստեղ ոչ զինվորականները խոսում են, գիտեն, բայց զինվորականները չգիտեին։ Բայց կանգնում ասում էր ես եմ գլխավոր հրամանատարը, որևէ մեկը չհամարձակվի կասկածի իմունակությունների վրա։ Չէ՞ որ ամեն ինչը վստահեցին, որևէ մեկը չէր կասկածում։ Բայց տարար երեխեքին կոտորեցիր ու տարածները հանձնեցիր, դիտմամբ հանձնեցիր։ Եթե այսօրվա քաղաքականությունը չլիներ, միգուցե ասենք անփորձ էին։ Այսինքն ուղղակի չստացվեց։ Բայց չէ՞ որ դրանից հետո այդ կապիտուլյացիոն պայմանագիրը ստորագրելուց հետո նույն գրած էր, չէ՞, զորքը կանգնում է այնտեղ, որտեղ այս պահին գտնվում է։ Դրանից հետո ոնց եղավ, որ դեկտեմբերին հանձնեցին ճանապարհը, հետո այն տարածքները Վարանդայի եւ Զանգիլյանի կողմից, որ մեր ձեռքներ գտնվում, զորքը հետ քաշվեց եւ կամավորները, որ կանգնած էին առաջնագծում, ստիպված հետ եկան։ Եվ այդ տարածքին հիմա էլ ասում ա, չէ, Վաղարշակ Հարությունյանը չի տվել, ես եմ տվել։ Ասում ա, չէ, ես եմ տվել։ Այսինքն եթե դու ամեն ինչ զիջում ես, տալիս ես, նշանակում այն ժամանակ էլ չէ դիտմամբ տվել։ Նույն Շուշիի հետ կապված վերջերս էլի համացանցում տարածվեց, որ իրանք թուրքերը ընդամենը մի փոքր հատվածում են եղել, որ շատ հեշտ կարել էր ոչ ասել, բայց հրամանը եղել չկրակել։ Եվ բոլոր տեղերն է տենց եղել։ Զենքերը, որ ասում են զենք չունեն, այդ ո՞նց եղավ Ադրբեջանի նախագահն ասում է միլիարդներով զենք են թողել մեզ։ Բայց իմ ասում են զենք չկա, բայց միլիարդներով զենքը թողել են Ադրբեջանին։ Հադրութի պայեսները չի բացվել, Ջաբրայելի պայեսները չի բացվել, զենքը չի բաժանվել։ Առաջնագծում խնդիր ա եղել, բայց հիմա ասում են, չէ, ասում ա, նախկիններն են մեղավոր, որ զենք չեն առել, բայց միլիարդների զենքը ուր է։
Ի վերջո կարծում Ադրբեջանում եք հանգամանքները կբարձվի պատերազմի, դուք կարծում եք իշխանափոխություն կլինի եւ ինչ սպասումներ ունեք այս առումով։ դե 4 ամիս հետո ընտրություններ են։ միանշանակ պարզվելու է։ Հիմա երբ կպարզվի, չեմ կարող ասել։ Չգիտեմ, ես հույս ունեմ, որ ես տեսնել եմ այդ ամեն ինչը եւ նաեւ այն մեղավորները, ովքեր որ մեղավոր են մեր որդիների նահատակվելու հետ կապված, իրենք բոլորը պատասխան են տալու։ Ու գիտեք, ես Սրբազան պայքարի այդ 18 արդարներից մեկն եմ եւ մեր խնդիրը այնպես էր, որ մենք ընտրություններով չէինք ուզում իշխանափոխություն, այլ փողոցով անհնազանդության ակցիաներով ենք ուզում եւ կարծում ենք, որ ընտրությունների պարագայում Նիկոլը բավականին շատ շանսեր ունի վերարտադրվելու, ոչ թե այն առումով, որ ժողովուրդն են վստահում, այլ օգտագործելով իր իշխանական լծակները, այն ամեն ինչը, որ այսօր տեսնում ենք եկեղեցու նկատմամբ այդ հարձակումների ժամանակ, որ հանրապետության որ ծայրն է ինքը գնա, մյուս ծայրից համայնքի ղեկավարները իրենց աշխատակազմով բան կգնան։ Այնպես չգիտեք, որ եթե Նիկոլոզենը 10,000 հոգի հավաքի եկեղեցիում չի հավաքելու։ Ինքը ուղղակի հիմա տենց ստուգումներ անում, եթե բոլոր համայնքի ղեկավարներին ասի ձեր դպրոցներով մանգային, ինչ որ արվում է։ Հավաքեն բերեն, դա թիվը կդզվի։ Բայց չգիտեմ ինչի ինքը sense իր մարտավարությունն է բանարը, կամաց պատրաստվում ընտրություններին, բայց ես կարծում եմ, որ ինչ որ բան փոխվել է երկրում, այն առումով, որ անվստահության մթնոլորտ կա եւ նաեւ վերջին իրենց արած գործողությունները կարծում եմ ի վնաս իրանց էր։ Եկեղեցու հետ կապված։ Ոչ միայն եկեղեցին իր հերթին, վարքավաճառները իր հերթին, թոշակառուների նկատմամբ իր խոսքը, իր վերաբերմունքը, աղքատների նկատմամբ ասում է պետությունը ինչ կապ ունի աղքատության հետ։ Այսինքն ինքը միջի հիմա չի պատկերացնում ինքը ով է, գիտեք ինքը լրագրող է։ Այսինքն պետությունը սոցիալական հարցերով զբաղվում, ով է զբաղվում։ Աղքատությունը ո՞նց են վերացնում, աշխատատեղեր ստեղծելով են վերացնում։ Ձեզ պարգևավճարներ չտալով, թոշակները բարձրացնելով են աղքատության դեմ պայքարում։ Այդ ընդդիմադիր գործիչներ կան, որոնք որ հստակ ներկայացնում են, ուժեր կան, հստակ ներկայացնում են, ինչ ձևի կարելի է տնտեսական բարեփոխումներ իրականացնել, որպեսզի կարողանան երկիրը այս վիճակից հանեն, աղքատ վիճակից հանեն։ Հիմա որ դուք հետ հայացք եք գցում, ինչու չհաջողվեց փողոցային պայքարով Փաշինյանին հեռացնել, որովհետև այնքան մարդ ինչքան հավաքվել է Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ, չի հավաքվել նախկինում, պատերազմից հետո, ակցիաների, բողոքների, այդ հանրահավաքների ժամանակ։ Ճիշտ ասած, ինչի չհաջողվեց փողոցային պայքարը, որովհետև մեզ բռնեցին։ Չէ, բայց դրանից առաջ էր մարել արդեն։ Դե եթե մարել էր, գիտեք ոնց է։ Նայեք, բազմիցս Բագրատ Սրբազանը ներկայացրել է, որ այս այն փուլն է, երբ որ նախապատրաստվում ենք այդ ամեն ինչին։ Հասկանում եք։ Նույն պատերազմից ենք խոսում, չէ՞։ 6 ամիս, մի տարի Ադրբեջանը զորավարություն էր անում, պատրաստվում էր, որևէ բան չկար, չէ՞։ Է պատրաստվում էին մարդիկ։ Մենք պատրաստվում էինք, որպեսզի կազմակերպված լինի այդ փողոցային պայքարը։ Հասկանում եք։ Երբ որ նույն տարբեր շարժումների ժամանակ նույն դիմադրության շարժումը կլիներ, մեր շարժումները, երբ որ երեկոյան հավաքվում էր 50,000 մարդ, բայց առավոտը պետք էր հավաքել 5,000 մարդ, որպեսզի որոշակի գործողություններ իրականացնեին, ու ճանապարհներ փակեն, չգիտեմ, ինչ-որ պիկետներ, բաներ, չէին հավաքվում։ Բայց պետք էր, չէ՞, մարդկանց պատրաստել, որ միայն փաստորեն այդ հանրահավաքով չի։ Եվ եթե ձեզ էլ է թվում, որ մարել էր, իսկ իրանք ասում էին իշխանությունը մեռել է այս շարժումը, դա մեռած շարժման անդամներին 18 հոգու կձերբակալեն, կկալանավորեն, այն պարագայում, որ ընդդիմադիր բավականին հզոր կառույցներ կան, կուսակցություններ կան, որոնց ներկայացուցիչները չեն։ 18 հոգի, ովքեր որ հավաքվել էին, ովքեր որ ուզում էին երկիրը չզիջել։ Ասում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն է տեղի ունեցել, այսինքն քննչական կոմիտեն է այդպես ասում։ Նայեք, ես չեմ կարող որևէ որակում տալ ինչի համար։ Նախ քննչական կոմիտեի նախագահն արդեն խախտել է օրենքը,
երբ որ դատարանը պետք է որոշի։ Մի բան է, երբ որ համապատասխան հոդված է դրված մեր վրա, չէ, բայց իրենք ուղիղ ասել են, եւ քննչական կոմիտեի նախագահան, եւ գլխավոր դատախազը, եւ շատ պատգամավորներ ազգային ժողովի ամբիոնից ուղիղ հայտարարել են։ Չեն ասել կասկածվում են տերորիզմի մեջ։ Տերորիստներ են, իշխանություն էին զավթում, ուզում էին մարդ սպանել։ Արդեն վճիռը դրված է ձեր։ Այսինքն դրված է, իրանք պնդում են։ Եվ նաև քննչական կոմիտեի նախագահան հայտարարել էր, որ ասել էր, ես տեսել եմ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկության պլանը։ Եվ բոլոր դատական process-ների ժամանակ Բագրատ Սրբազանը ամեն անգամ բարձրանում է եւ այդ միտքը բարձրացնում է։ Ուր է այդ պլանը։ Սուտ եք ասում։ Ինչ որ ձևով գոնե հակադարձեք։ Մի անգամ գոնե թող իրենք եթերով հակադարձեն դրան։ Չէ։ Հմեկը իրանց ձեռքում է, նստում են ինչ ասես ասում են, մենք կաշկանդված ենք որոշ բաներ ասելու, որովհետեւ նախաքննական գաղտնիք հասկացողություն կա։ Այդ ոնց է, որ նախաքննական գաղտնիքը իրանց վրա չի ազդում, մեր վրա ազդում է։ Եվ հետո, եթե մեռած էր այս շարժումը, ազգային ժողովի ամբիոնից իրենց ֆրակցիայի նախագահան հայտարարեց, չէ, որ եթե չբռնեն այս 18 հոգուն, օգոստոսի 8 չէր ստորագրվի։ Այսինքն ուղիղ ասեցին, այս մարդիկ խանգարելու էին փողոցային պայքարով այդ process-ին։ Հիմա ասում եք ինչու չեղավ մենակ նրա համար, որ մեզ բռնեցին։ Իսկ գործը ինչ ընթացք կստանա։ 18 հոգուց 16-ը արդեն տնային կալանք, վարչական։ Հա, այդպես է, կալանքի տակ գտնվում են մենակ երկուսը, Բագրատ Սրբազանը եւ Վահագն Չախալյան։ Իրանք երկուսն են գտնվում։ Գործին տեղյակ մարդիկ ասում են, որ գործը փլվելու է դատարանում, հիմնավոր ապացույցներ չկան։ Դուք ինչ ակնկալիք ունեք։ Դե ես ամբողջ 33 հատորը կարդացել եմ եւ այն ինչ որ ասում է մարդիկ ժողովուրդը ասում է, այդպես է։ Եվ նաեւ վերջի դատական process-ների ժամանակ նաեւ մեղադրողների եւ նաեւ դատարանից է երևում եւ մեղադրողներն են բավականին պրոֆեսիոնալ եւ առավել եւս դատավորը իրենք տեսնում են եւ նաեւ այն մթնոլորտը որ տիրում է դատարանում բարձ երևում է որ ի սկզբանե միգուցե նաեւ դատախազներն էլ էին վստահ այն ինչ որ ասում էր գլխավոր դատախազը քննչական կոմիտեի նախագահան որ այս գործը իրոք տերոր է, իրոք իշխանապահ, բայց իրանք արդեն դե ծանրաբեռնված մարդիկ են, իրանք տարբեր գործերով կան եւ երևի հնարավորություն չեն ունեցել ամբողջը կարդալու։ Հիմա կամաց-կամաց երբ որ ծանոթանում են, արդեն իրենց առաջի օրվա ներկայացրածը եւ իրենց խոսքի տոնը, ոճը եւ նաեւ մոտեցումները եւ հիմակվա տարբերվում է։ Մենք տեսնում ենք, որ իրանք էլ են կամաց-կամաց համոզվում եւ մտածում են, ասում լավ, այս գործի տակից ո՞նց ենք դուրս գալի։ Եվ այդ դատախազներից մեկը, մեծ մեղադրողներից մեկը դիմում է գրել եւ ընդհանրապես համակարգից դուրս է եկել։ Փորձառու դատախազ դուրս է եկել։ Դուք կապում եք այս հանգամանքով։ Ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Գուցե 100%-ով սրա հետ կապված չի, բայց նաեւ սա էլ է նպաստը, որովհետեւ բոլորը գիտակցում են։ Լավ, եթե վաղը իշխանապողություն եղավ, այս գործի հետ կապված Նիկոլը ինչ կապ ունի։ Ոչ մի։ Ասելու է անկախ մարմիններ են, իրանք գտել են, տենց է եւ արել են։ Ես ինչ կապ ունեմ։ Ես հրանք ոնց որ հիմա ամեն անգամ ասում է։ Ում վրա է կոտրվել այս ամեն ինչը։ Քննչական կոմիտեի, դատախազության, դատավորների։ Մարդիկ ընտանիքներ ունեն, բոլորը մտածում են, չէ՞, Նիկոլը լավ պատասխան տվեց Նիկոլը։ Իր հետ միասին, բայց մենք էլ ենք չէ պատասխան տալու։ Ինչի համար։ Երբ որ գործը գործ չի։ Իսկ դատավարությունը ինչպես է ընթանում առհասարակ, երկար կտևի, կարծում եք։ Դեք Թե կշտապեն օրինակ վճիռներ կայացնեն, ինչպես Միքայել Սրբազանի դեպքում եղավ, շատ կարճ ընթացքում մեղադրանքը դրվեց, վճիռը կայացվեց եւ կալանավորվեց նա։ Նայեք, Միքայել Սրբազանի դատական process-ը տևեց 2 ամիս, կարծեմ։ Այստեղ 18 Եթե 18 հոգին ամեն մեկին 2 ամիս անենք, դա արդեն դուրս է գալի 3 տարի էլի։ Հասկանում եք, այսինքն 36 ամիս, դա էլ ուղիղ 3 տարի անում։ Բայց քանի որ ամեն շաբաթ է դատը տեղի ունենում,
Ես կարծում եմ, որ իրենք պետքա մինչև ընտրություններ ունենան դատական ակտ, մի քանի հոգու մեղադրանք առաջադրեն, չեմ անում ինչ հոդվածներով։ Այս հոդվածները կլինի թե կփոխեն, թե ինչ բան, հասկանում եք, որպեսզի ընտրությունից առաջ նաև ասեն, տեսակ մենք կանխեցինք կանխեցինք եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց դա ինչ է տալու իրենց ժողովրդին առհասարակ, որքանով է դա իրենց օգտին աշխատում։ Չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում, երբ որ հարցը գնում է, ուրեմն կան նաև մութ ուժեր, ովքեր որ ես չեն ուզում ես խաղաղություն եւ մենակ իրենք ամեն ինչը կապել են էլի խաղաղության հետ, որ էլի խաղաղությունը իրենց վերած խաղաղությունը փուչի կա, հասկանում եք։ Մենք երբեք այդպիսի խաղաղություն չենք պատկերացրել կամ ընդհանրապես հասկանում եք խաղաղությունը լինում է, երբ որ մի կողմն էլ է կարողանում խոսք ասի, չէ՞ որ մեր Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ բանակցությունում չի կարող կողմ լինի։ Ինքը միայն լսողի դերում է լինում։ Ինչ ասում են, ինքը գլուխը կա խանում է։ Ուրիշ ինչ-որ բան չկա էլի, այդպես ասեմ։ Եվ ընդհանուր խոսելով նաև իշխանապողության մասին, ասում եք փողոցային պայքարը չհաջողվեց, դե տեսնում ենք, որ չհաջողվեց, ժամանակն էլ քիչ է, ընդհանուր առմամբ ընդդիմադիր դաշտը ինչպես է դասավորվել, դուք ինչպես եք գնահատում, ամեն դեպքում այդպես փակ են պահում, թե ինչ դասավորումներ կլինի, բայց նոր ուժեր եւս ի հայտ են եկել, մեր ձևովը, ձեր դիտարկումը ինչ է սպասվում 4 ամիս հետո։ Նայեք, որ մեր ձևով ասացիք, ես նախ մեր ձևովին անդրադառնամ, նոր ուժ է, այնտեղ բոլորը պրոֆեսիոնալներ են հավաքվել, իրոք տեսնում ենք պրոֆեսիոնալներ են, բայց դեռ այն վերջնական կազմակերպվածությունը չկա։ Ամենայն դեպս ես այդ ուժի մեջ առնվազն 3 հոգու տեսնում եմ, որ կարող է լինի վարչապետի թեկնածու։ Ես երևի մեկի անունը կտամ, մյուսներին չեմ տա, Նարեկ Կարապետյանին չհաշված։ Եթե իրեն կորոշեն Նարեկ Կարապետյան, թող լինի, բոլորը պրոֆեսիոնալ են։ Բայց այս ժամանակահատվածում առաջ եղել է մարդկանց հետ խոսել եւ անցած անգամ, երբ որ ես ինձ հրավիրել են հարցազրույցի երկրի հարցում, ինձ անընդհատ լրագրողը ասում էր, որպես ժողովրդի ներկայացուցիչ եմ ձեզ դիմում, այս պահին էլ որպես ժողովրդի ներկայացուցիչ խոսամ։ Օրինակի համար ես տեսնում եմ մի օքանունը տամ, էլի, Արամ Վարդևանյան։ Ինչ վատ տեխնացու է։ Եթե sense նայենք, նախ իր կերպարը պրոֆեսիոնալ փաստաբան, իրավաբան, ազգային ժողովի падգամավոր, որը եղել քաղաքական process-ներին մասնակից, նաև լավ հռետոր, բազմազավակ հայր, մեծ շրջապատ ունի, հարգում են, ընդունում են։ Ես Կալանավայրում եմ եղել 2 ամիս եւ նաև Կալանավայրի տղաներն էին, երբ որ փաստաբաններից են խոսում, բոլորը ասում են, այ Արամը Վարդևանյան բան, նույնիսկ դեպք եղավ, երբ որ ես դատի պետքա գնայի, ասացին, խնդրում ենք բարևներ մեր կողմից Արամ։ Այսինքն բոլոր շերտերը իրան ընդունում են։ Ես չեմ ասում ինքնա լինելու կամ իրան առաջադրեն, բայց ում ասեմ կան տեխնացումներ, որը որ կարող խառնի իշխանության ամեն ինչը։ Եվ նաև հներից չի, վարկաբեկված չի, ոնց որ իրենք են ասում, չի լափամանից չի օգտվեն, որ իրանք հիմա օգտվում են, իրանցը չեն տենում, մյուսներին են նայում։ Այսինքն այս պարագայում եւ նաև շատերի հետ եմ ես զրուցել, Արամին բոլորը ընդունում են։ Միգուցե ինչ-որ այս 4 ամսվա մեջ պետքա որոշակի աշխատանք տարվի։ Եվ եւս երկուսը կան, ես անունները չեմ տա, բայց այնտեղ են գտնվում, առաջի պլանում քիչ են երևում, բայց պրոֆեսիոնալներ են։ Կարծում եք մեր ձևով շարժումը կարող է իշխանության պլանները խառնել։ Տեխնացում մեծ հարց կլուծի, գիտեք, բոլորը կենտրոնացած են այսօր եւ իշխանությունները, որ Նարեկ Կարապետյանն է լինելու, փորձում են հարվածել իրեն, հասկանում եք, թեկուզ ես նայում եմ, միգուցե իր մոտ քաղաքական հասունությունը, որը չկա, բայց որպես տնտեսագետ, որպես անձ, որպես կրթված մարդ եւ այլն, հասկանում եք, ինքը բոլորից, ես նկատի ունեմ իշխանական համակարգից բոլորից, ինքը մի քանի քայլ առաջ է։ Բայց այստեղ նաև որ չլինելով
Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամ, հասկանում եք։ Ես պայմանական ասեցի Արամը Վարդևանյան, կան, իրենք էլ գիտեն, որ կան, էլի։ Իսկ մյուս շարժումները, մյուս ընդդիմադիր ուժերը Միասնության թևերն է, եւս ցանկանում մասնակցել, հայակվեն։ Նայեք, միասնության թևերը հայակվեն մյուսը, գիտեք ոնց է։ Ես նաև գիտեմ շատ ուժեր, որ այսօր դարել են շարժումներ, ուժեր, որ այսօր դարել են կուսակցություն եւ ուզում են մասնակցեն, իրենք իրենց թվականակով, իրենք իրենց քշերով, իրենք իրենց անցած ճանապարհով եւ նաեւ այս պետության համար ունեցած ներդրումով շատ ավելի թույլ են, քան թե որդների հասարակական կազմակերպությունը, բայց մենք հայտ չենք ներկայացնում։ Այստեղ պետք է այն ուժերը գան, ովքեր որ վստահ են, որ մինիմալ շեմը կհաղթահարեն։ Եթե նույնիսկ 3.9% պետքա այսօր կասը, բայց այն 0.1%-ը չկա, որ դուք կհավաքեք, չի կարելի մասնակցել, որովհետև ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում առաջի տեղով ԿՊՆ-ն է լինելու։ Գուցե ցածր տոկոսով 23% պայմանական վերցնենք, բայց ԿՊՆ-ն է լինելու։ Եվ այն ուժերը, ովքեր մասնակցում են եւ չեն հավաքում այդ 4% մինիմալը, դա ուղիղ ԿՊ ջրաղացին ջուր լցնել է, այնպես որ պետքա մեծ միավորներ լինեն։ Եթե միասնության թևերը կամ մյուսները բան տես մասնակցում են, էլի իրենց խորտ կտան, որպեսզի իրենք միայնակ չմասնակցեն, մյուս ուժերի հետ միասին։ Այդ հայակվեն Մայր Հայաստանը մյուսը առանձին չմասնակցեն։ Ներսում միգուցե իրանց ասում են այդ մասին, կոալիցիաներ պետք է կազմեն։ Գիտեք, օրինակի համար շատ ուժերը ասել են, որ մենք քաղաքական կոնսուլտացիաներ ենք անում, որպեսզի տեսնենք այս որ ուժը մեզ միանա եւ այլն։ Մենք հասարակական կազմակերպություն ենք, բայց մինչ օրս որևէ ուժ շարժում մենակ մեկն է ցանկություն հայտնել մեր հետ հանդիպի, մեր հետ չի հանդիպել։ Գիտեք ոնց է, ես չեմ ասում մեր ձեները եսի ինչա, բայց ամեն դեպքում ժողովրդի մի հատված կա, որ մեզ լսում է, մեր խոսքը ընդունում է, մեզ հարգում է, եւ նաեւ այն կոնսուլտացիաները, որ անում են քաղաքական ուժերի հետ, ես էլի ասացի, շատ քաղաքական ուժեր կան, ովքեր հայտ են ներկայացնում միավորվել տարբեր ուժերի հետ, իրենց ամեն ինչով չեն գերազանցում մեզ։ Համագործակցության պատրաստ եք։ Մենք մենակ այս իշխանությունից ազատվելու համար մենք ասում ենք բոլորի հետ համագործակցելու ենք 18 թվականից հետո եւ առաջ մենք գիծ ենք գծը 18 թվականից առաջ ովքեր եղել են մեր համար նորմալ է իշխանապողությունից հետո միգուցե ինչ որ ձևի անելը, բայց այս պահին պետքա միասնական ճակատ ստեղծվի եւ ուղղակի այս ճարիքը հեռացնենք, որպեսզի կարողանանք Հայաստանի Հանրապետությունը ուղղակի փրկենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցում էի Որդիների կանչ հասարակական կազմակերպության համահիմնադիր 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայր Արա Ռոստոմյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։